Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ բնականաբար խոսելու ենք ոչ միայն մշակույթից։ Հյուրս իմ կողմից շատ սիրելի վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Ներսիսյան, որ այսօր հյուրս եք եւ շնորհակալ եմ, որ ասելիքով միշտ ընտրում եք մեր տաղավարը։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ եմ։ Առավել եւս որ ձեզ մոտ եմ հյուրընկալվել։ Մեծ սիրով, գիտեք, հիմնականում երբ ես իմ հյուրերին հարցնում եմ ինչպես եք, լիահույս եմ, որ պիտի պատասխանեն շատ լավ ենք, ամեն ինչ լավ է, ամեն ինչ հաջողված է, ամեն ինչ հաջողել ենք, բայց ցավոք հյուրերս միշտ պատասխանում են լավ եմ, տեսնենք ոնց կստացվի։ Այո, նույն վիճակում իհարկե ես եմ, որ ասենք լավ ենք, եթե անկեղծ ասեմ, իհարկե լավ չենք, որովհետև յուրաքանչյուր մարդ, որը իր հոգով սրտով հայ է, նա չի կարող այսօրվա այս իրավիճակից իրեն լավը զգալ, այս խայտառակ իրավիճակից չի կարող լավը զգալ, այդ թվում նաև ես իրոք, որտեվ ամեն օր 7 տարի է մեր ժողովուրդը ցնցումների մեջ է, ամեն օրյա ցնցումները տարատեսակ են, մենք ցնցվեցինք պատերազմից, մենք ցնցվեցինք, որ ի սկզբանե եկավ այս ազգադապ պատուհասը եւ սկսեց հարվածել մեր ամբողջ ազգային արժեքներին, լեզու, պատմություն, եկեղեցի եւ այլն, եւ հասանք նրան, որ կորցրեցինք մեր չեքնախ Արցախը, երավ լուրը այդքան մեծացավ, այսինքն իսկապես ցնցումների մեջ ենք 7 տարի եւ ամենօրյա այնպիսի հայտարարություններ, այնպիսի բարբաջանքներ, որ ուղղակի չես կարողանում հասկանալ, թե այս արարածը ինչ նպատակով է ասում, չի հասկանում իրականում, ինչ է խոսում, թե հասկանալով է անում։ Դե ես չգիտեմ, չեմ կարող պատասխանել, ինձ էլ է այդ հարցը շատ հուզում եւ ամեն օր է հուզում, որովհետեւ ամեն դեպքում 7 տարի մնացել ենք նույն դասարանում, հա? Այո։ Հա? Այո։ Գիտեք, ստացվեց, որ ինքը եւ իրեն եւ այդ իր ուրեմն խմբակին, այդ ուսապարկերին, ասեց կառավարությունը, իմ կառավարությունը 7 տարի մնացել ենք նույն դասարանում, նշանակում է ինքը որակավորեց իրենց եւ իրեն եւ այդ ուրեմն իրեն խմբակին որպես տհասներ, ուրիշ բառ չկա ասելու, բայց գիտեք եւ ինքը սովորություն ունի ընդհանրապես որևէ անհաջողություն, որ ուզում է արդարանալ ազգի մոտ, եթե ուզում է, նա պայման գցում է ինչ որ մեկի վրա, նախկիններ, Ռուսաստան, Սևեր եւ այլն։ Սա էլ ասել երևի մտածելով, որ եթե պատասխանատվություն կրելու լինի, ասի դե ես ինչ անեմ, եթե մի դասարանում ես եւ իր կառավարությունը մնացել ենք 7 տարի, ապա մենք ինչ անենք, հո մենք մեղավոր չենք, դե տհասենք, ինչ անենք։ Անպայման կասի, որ ժողովուրդ դուք եք, ես կարծում եմ, կասի ժողովուրդ դե դուք եք մեղավոր, որ բերեցիք եւ մեզ նման տհասներին նշանակեցիք ձեր գլխի կառավարիչ։ Մի արտահայտություն կա, չի, ասում են ժողովուրդը արժանի է իր ընտրած առաջնորդին։ Իհարկե դա շատ ճիշտ արտահայտություն է։ Եվ ժամանակին երբ ասում էին, ճիշտ ասած, ես այդպես լավ չէին կանում, որովհետև մենք շատ նորմալ վիճակով ապրում էինք, շատ արժանապատիվ, բայց հիմա իրոք ես շատ մեծ ցավ եմ զգում, որ մեր ժողովուրդը ինքը իրեն արժանացրեց այս ազգադապ պատուհասին։ Բայց այդտեղ գիտեք մի փոքրիկ ուզում եմ անդրադառնալ նրան, որ ինքը այդպես ներկայացավ, որ իրենք տհաս են, դրա համար էլ մնացել են առաջի դասարանում եւ բնականաբար ինչ պիտի անեն, եթե չեն կարողանում, այսպես ասած, կառավարել բառը իրենցից շատ հեռու հասկացողություն է, հա։ Ես ուղղակի հասկանում եմ, որ այս արարածը բավականին լավ խաղում է եւ որպես դերասան եւ որ ինչ իրեն հարմար է, դա էլ ասում է։ Թեկուզ ինքը իրեն է նվաստացնում, իր շրջապատին է նվաստացնում, որովհետեւ կարծում եմ, որ ինքը ոչ թե այդքան տհաս է, այլ ինքը լավ պատրաստված է, ինքը անցել է մեկ այլ դպրոց, ոչ թե սովորական դպրոց, այլ մեկ այլ դպրոց, որտեղ երևի, ոչ թե երևի, ես ենթադրում եմ, որ դա լրտեսական դպրոց է անցել, ինքը եւ իրեն շրջապատից մի շարք մարդիկ
Դա եւ Թուրքիայում կարող էր անցնել, որտեղ նա ամբողջ հոգով սրտով ամեն ինչ անում է Թուրքի համար եւ Անգլիայում, որտեղ նրանք այս բոլոր ծրագրերում կան, առավել եւս օրինակ ուզում է անդրադառնալ մի բան 15 թվականին դա միայն Թուրքիան չէ, դա ծրագիր էր, որ գրված էր ինչու՞ չէ նաև Իսրայելի նաև այնտեղ կարող է պատրաստված լինել, որովհետև նա երբ եկավ անմիջապես ուրեմն եթե հիշում եք բացեց իսրայելական դեսպանատուն իհարկե հիշում հա բայց դա ինչ անհրաժեշտություն կար եւ տարիների վեր մենք դա չենք ունեցել եւ նորմալ հանգիստ այո նորմալ հանգիստ ապրել են եւ ի գոհունակություն իրեն անձամբ իրեն որպես շնորհակալություն որպես գոհունակություն նրանք պատասխանեցին նրանով որ մեր երեխաների վրա հիշում եք իսրայելական հրթիռներն էին լցվում 44 օրյա պատերազմի ժամանակ այնպես որ այնպես չի որ ինքը չի հասկանում ինչ է անում եւ հիմա էլ ուզում է ասել որ 7 տարի մնացել ենք նույն դասարանում դե մեզ մի մեղադրեք 3 միլիոն վարչապետներին է ասում ինչ եք բերել մեզ դրել ձեր գլխին կառավարիչ որ հիմա էլ այսպես բողոքում եք կամ դժոխքում եք գիտեք իրականում ինչ ասում է մարսում է այսինքն պարում է մի ամբիոնում որը երկրի դեմքն է ինքը այդ ամբիոնում պարում է խոսում է թվաբանություն է անում ասում է վարորդական իրավունքը դա պարտադիր բան չի գցեք դեի վրա գնացեք այսինքն երկրի ղեկավարը երբ նման օրինախախտ նման ոչ օրինական բաների մասին է խոսում ապա եւ մարսում է ամենակարևորը ապա քաղաքացին ինչ կանի քաղաքացուց ինչ ակնկալի քաղաքացուց պետք է ակնկալել հայ ժողովրդից ակնկալել որ ժամ առաջ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի եւ այս հայտարարությունից ազատվի գիտեք ներողություն ես ես մի բան ասեմ այո պետք է համախմբվեն ինչպես համախմբվեն երբ դեռ ներողություն եմ խնդրում իմ արցախցի ընկերներից մեր քույրերից եղբայրներից երբ դեռ տարանջատում են արցախցի հայաստանցի Արցախցին լավը չի արցախցին ինչով լավը չի Նանա ջան ուրեմն սա ամենաազգադավ նախադասությունն է, չեմ ասում միշտ, ամենաազգադավ նախադասությունն է, որ որոշ հայրենակիցներ ասեմ, որոշ հայեր, որոնք ուղղակի գրում են միայն հայ ազգանուն, անընդհատ այդ միտքը չէ, նախադասությունը անընդհատ շրջանառության մեջ են դնում եւ դրանով նպաստում են այս ազգադավ պատուհասի գոյությունը շարունակելու ծրագիրը թերևս ծրագիրը բացահայտ է սա ծրագիր ունի ուղղակի Հայաստանի վերջետան եւ դա երևում էր դեռ 18 թվականին էր երևում հիշում եք նա երբ եկավ անմիջապես Բոլթոնը եկավ նախ ասեց որ դե արդեն պետք է տարածքները հանձնես իսկ հետո եղան մտքեր որ 94 թվականից արդեն Արցախը հանձնել են այդ անհեթեթ մտքերը ով է ստեղծագործում ով է ասում եւ այսպես ներմուծում են ժողովրդի մեջ եւ ժողովրդին անընդհատ դնում են սխալ ճանապարհի, սխալ թյուրիմացության մեջ են գցում։ Այդպես են արցախցիների նկատմամբ են անում եւ սա սարսափելի, ուղղակի ազգադավ վարք է, ազգադավ վարք է, ովքեր որ նման ուրեմն այսպես սադրող հայտարարություններ են անում։ Ինձ համար, գիտեք, ես ինչքան առնչվել եմ արցախցիների մեջ, ես տեսել եմ, որ նրանց մեջ հայ մարդու տեսակի բոլոր լավագույն արժանինքները իրենց մեջ կրում են նրանք եւ հայրենասեր են, եւ քաջ են, եւ սկզբունքային են, եւ արարող են, ստեղծագործող են, ընդունակ են, հյուրասեր են, բոլոր մահային
ուրեմն այսպես հատկանշական լավ բնորոշ, այո, հատկանիշներ նրանք իրենց մեջ կրում են եւ վերջապես մեկ անգամ առիթ եմ ունեցել ժամանակին, երբ այդքան մարշալներ ունեինք, գեներալներ ունեինք, բոլոր արցախցիներ էին, ոչ ոք չէր ասում արցախցի, նշում էին, որ հայ են եւ հպարտանում էին։ Հիմա սկսեցին տարբերություն դնել, սա ես կարծում եմ, որ այստեղ դեռ կան սադրիչներ, բավականին սա ստոր արարք է, որ անվերջանալի ժողովրդի տրամաբանության վրա ուզում են ազդել են, ձեռքները գցում են վերջին փրփուրներից եւ անվերջանալի ուզում են, եւ գիտեք ինչն է ամենասոսկալին, որ մեր ժողովուրդը պետք է մի բան հասկանա, որ արցախցիներին մենք տնավեր սարքեցինք, մեր այս ընտրությամբ, որ 18 թվականին ընտրեցին այս ազգադավ պատուհասին։ Երբ ես ուղղակի ապշում էի, երբ տեսնում եմ, որ ժողովուրդը այսպես ոգևորված վազում է եւ շատ մեծ ոգևորություն է ապրում, թե ինչից էին այդ ոգևորությունը ապրում։ Լավ, եթե որոշ մարդիկ չէին էլ հասկանում, ում են բերում, ապա ես ներողություն եմ խնդրում, բայց պետք է միայն արտաքինը արդեն չէր սազում մեր ժողովրդին, այդպիսի արտաքինով մեկին բերել եւ կարգել գլխներին այսպես ղեկավար, չակերտավոր։ Եվ ես ուզում հիմա այսպես մտովի հիշում եմ, երբ հրապարակում բեմահարթակի վրա կանգնած էր իրեն շրջապատի մարդիկ, ես նայեցի մի բա եւ մտածեցի, սա ինչ խաժամուժ է կանգնած էս բեմի վրա։ Իրոք խաժամուժ էր։ Ովքեր էին կանգնած, կենսագրություն չունեցող, իրենց ասած տգետ եւ տհաս, ինչպես ինքը որակավորեց, մարդիկ, որոնք երևի թե իրենք էլ չէին հավատում, թե որտեղից որտեղ են եկել, ուր են հասել եւ ուր են գնում։ Դες այն հեքիաթը, որ ունենք, Քաջնազարի, իրոք Քաջնազարների խմբակեր է տեղ կանգնած, նաև դեմս այս ուրեմն վաչապետ կոչեցյալի։ Եվ ինձ դա շատ զարմացնում էր եւ ես զարմանում էի, թե ինչպես եմ իմ ժողովուրդը վազում եւ ողջունում այս խմբակին։ Դա բացարձակ իրենց արտաքինով, իրենց երևում էր նրանց անցած կյանքը, որ կենսագրություն չունեն, ոչ կրթված չեն, որ գրագետ չեն, բայց թե ինչպես կարողացան, որովհետև գիտեք 30 տարի մեր ժողովրդի դրամաբանության վրա անընդհատ աշխատեցին արցախցիները, դες հասկանալի է, որ կային կազմակերպություններ, որոնք միտումնավոր ֆինանսավորվում էին դրսից, եւ սրանք էլ անվերջանալի մեր ժողովրդին տրամադրում էին արցախցիների դեմ։ Այո, եւ շատ ցավալի է։ Մենք մի ազգ ենք, մենք բոլորս հայ ենք։ Ինչպես կարելի է անվերջանալի տարանջատել։ Սա եւս շարունակում են ուրեմն թշնամական վարկագիծ։ Ես ձեզ հետ գուցե համաձայնեմ նաև ինչ առումով, որ հասցրել են այն աստիճան այս վերաբերմունքը մոտեցումը, որ իրեն համեմատում են մնացած 4 ղեկավարների հետ։ Դուք հասկանում եք, հասցնում են նրան, որ համեմատական, որ 4-ին էլ պետքա տանել, 4-ին էլ պետքա չգիտեմ ինչ անել, 4-ը մեղավոր են։ Այո, ոնց կարելի է, դա խղճին մոտ չի, հայի խղճին մոտ չի։ Նախ, ես ուզում եմ լրացնել նաև, որ մեզ այս վիճակին բերեց հասցրեց մեր չարախոսությունը։ Գիտեն, ճիշտ են ասում, սխալ են ասում, կրկնում են։ Եվ այդպես տարիներ շարունակ եւ հասցրեցին այդ վիճակին, որ վազեցին այս ազգադավ պատուհասի ետևից։ Հիմա էլ ասում են, երբ արդեն փաստի առաջ են կանգնած, որ իրենց շատ այսպես սպասվող փրկիչը, որ եկավ եւ այս վիճակի մեջ գցեց ժողովրդին, բացատրում են նրանով, որ 4-ն էլ նույնն են, բայց անհարմար է, ես կարծում եմ մարդը, որ խոսում է, պետք է խիղճ ունենա եւ հիշի, որ արժանապատիվ ապրում էինք, 2 հայրենիք ունեինք, կայացած պետություններ ունեինք,
մեր պաշտելի բանակը, որ այդքան սիրում ենք, այդքան հպարտ ենք մեր բանակով եւ ոնց կարելի է մի այսպես հարթակի վրա դնել այս 4 այսպես այս վերջին պատուհասին բերել եւ կանգնեցնել նրանց կողքին դա ուղղակի շատ ստոր միտք է որը միտումնավոր կերպով բերում են առաջ, որպեսզի գեներացնեն դարձյալ նախկինները, որպեսզի գեներացնեն։ Լավ, նախկինները այլևս 7 տարի է նախկին են։ Այլևս 7 տարի է ինքը իշխանության գլուխ է ոչ բարով, հա։ Եվ հիմա, որ 7 տարի առաջ կամ 5 տարի առաջ եղել է մի արհավիրք, դրա միակ մեղավորը ինքն է, պատասխանատուն ինքն է։ Ինքը պիտի պատասխան տա իր արածի, չարածի եւ ցախողման համար։ Մի մարդ, ով պատերազմ է պարտվել, արդեն ինքը պիտի գնար, որպես պարտված գեներալ, որպես պարտված ղեկավար եւ այլն։ Երբ դրանից հետո մնում է եւ իր, չգիտեմ, կինը չի, չգիտեմ, այդպես էլ չհասկացանք, երեխաների մայրը ասում է, որ զոհեր հանուն ոչնչի, այդ արտահայտությունից հետո, երբ ժողովուրդը նորից շարունակեց ընտրել իրեն 21 թվականին, ես չգիտեմ ինչ ասեմ։ Դե միայն դա չասես, նա նաև հրավիրեց Ալիևի կնոջը թեյ խմելու, մուրան լսելու, Շուշիում, որտեղ նա գիտեն ինչ պետք է անել։ Այո։ Այդ ժողովուրդն էր այդքան միամիտ, որ չէր հասկանում, որևէ մի նախկինի կին ասում էր, պիտի Ալիևի կնոջը հրավիրենք Շուշի։ Ախր այնպիսի զարմանալի։ Չէ, եկեք որևէ մի նախկինի երեխա իրեն պահել է այնպես, ինչպես ես շատ կներեք, բայց մենք բոլորս չենք էլ իմացել նախկինները քանի երեխա ունեն, քանի փեսա ունեն, քանի հարս ունեն, այսինքն այդ ամեն ինչ այնքան փակ է եղել, հայ տղամարդուն վայել։ Զուսպայ։ Այո։ Զուսպայ։ Իսկ հիմա ինչ ենք մենք տեսնում։ Նրանց ընտանիքները շատ զուսպ եւ իրեն շատ Իսկ դա շատ բանի մասին է խոսում։ Իհարկե։ Երկրի գլուխը պիտի իր տեղում լինի, դա կլինի ընտանիքում, դա կլինի հիմնարկությունում եւ դա կլինի ամենակարևորը երկրի պետության գլուխը պետք է լինի իր դիրքում, եթե գլուխը չկա, ամեն ինչ այսպես խարխլվում է։ Գիտեք, վերջերս կինը ինչ ասաց, ես 2 օր չեմ հետ գալիս, ասաց, ուրեմն որդեկորուս մայրերին էր դիմում, ասաց մի ողբացեք, ահա, մի ողբացեք եւ ձեր տղաների սխրագործությունը փոխհատուցեք խանութում ՀԴՄ պահանջելով։ Ինչ կապ ունի ՀԴՄ-ն որդեկորուս մայրերի հետ։ Ինձ թված։ Հետո նորից լսեցի։ Հետո մի քանի անգամ ու ես չհասկացա այդ կանայք ինչու էին դեռ շարունակում լսել այդ կնոջը։ Ինչու չէին վեր կենում, պարզապես գնում։ Դրանով վերաբերում ցույց տալով։ Ես չեմ լսել, դա որտեղ է, դա կանաչ շրջապատում։ Այո, այդ կանաչ շրջապատում էր, ես ձեզ ծրագրից հետո ցույց կտամ տեսանյութը, շոկ էի ապրում, ինչև հիմա։ Շոկային վիճակ է, այո։ Եվ ներողություն Նանա ջան, ընդհատում եմ, սրանց արած բոլոր հայտարարությունները ամեն անգամ է ժողովրդին գցում է շոկի մեջ, գցում է այսպես ցնցումների մեջ, որովհետև չես հասկանում, սրանք լրիվ այսպես ոչ adekvat են, թե ուղղակի դիտավորել անում են այս ժողովրդի նյարդերի հետ խաղալու։ Բայց ինչ էլ անում են, մարսում են, կրկնում են, ոչ մեկ պատասխան չի պահանջում։ Նաև ընդդիմությունը, ես չեմ դադարի կրկնել, նաև ընդդիմությունը, երբ հիմա պիտի ընդդիմությունը համախմբված պահանջի ինչ-որ քայլեր, ռադիկալ քայլեր, ընդդիմությունը իրար դեմ է դուրս եկել։ Այս իշխանությունը մի մութ անկյունում հանգիստ նստած սուրճը վայելում եւ նայում այս ամենին։ Ես կարծում եմ, որ հիմա ընդդիմությունը կմիանա, որտեղ արդեն դիմանալու տեղ չկա, էլ տանելի չի այս իրավիճակը, այս մեր երկրի, մեր հայրենիքի եւ մեր արժանապատվությունը արդեն այսքան ոտնահարել, այսքան մեզ ցածրացնել աշխարհի արժև, ուղղակի
անհնարին է անթույլատրելի է իդեպ ես երեք ակցիա էին անում արցախցիները իրենց իրավունքների համար եւ շատ ճիշտ էր եւ թող իրենք շարունակեն իրենց պահանջները ներկայացնել որտեղ իրենք դրա իրավունքը լիարժեք ունեն քանի որ Արցախը հանձնվեց այս ազգադար պատուհասի ձեռքով եւ մարդկանց տնավեր սարքեցին մարդիկ նորմալ խաղաղ արժանապատիվ ապրում էին հիմա բերեցին գցեցին այս ծանր վիճակի մեջ մի հատ էլ ուզում են նորության նպատակային է գիտեք այնքան այդ մարդքան չարչարեն նյարդայնացնեն մարդիկ հնարավորություն չունենան ապրելու որ թողնեն հոգնեն եւ գնան եւ սրա նպատակը սա է վերջնականապես գալիս են ամեն ինչ անում են դրա համար որ ժողովուրդը ուղղակի թողնի եւ գնա ով էլ կմնա դե թուրքերին այսպես ինչպես հայտարարում են կգան եւ կլինի մեր արդեն այո ամբողջ հարցը այն էր որ արցախցին վերջնական կապիտուլյացիան կլինի այո արցախցին կորցնելու դեպքում գոնե ուներ Հայաստան եկավ Հայաստան այս երեք էի մենք ուր ենք գնալու հետո իրար ձեռք պիտի բռնենք եւ փախչենք տեղ չունենք գնալու տեղ չունենք գնալու արչեվում ապրիլի բայց ինչու գնանք ով իրավունք ունի ինձ իմ տնից դուրս անելու ինձ իմ տնից իմ հողից իմ ջրից իմ հայրենիքից ով իրավունք ունի այսպիսի պայմաններ ստեղծել որ մարդը ստիպված թողնի իր հայրենիքից գնա դրա իրավունքը ով ունի այո արչեվում ապրիլի 24-ն է այո եւ ամեն տարի մեր ազգը մեր հայ ազգը իրեն բնորոշ կեցվածքով մատուցում է արժանավորինը ես չգիտեմ ինչպես բացատրեմ զգացմունքներս որովհետև Արցախը կորցնելուց հետո ես դա կրկնակի եմ տանում կորցնելուց հետո ես երկիր եմ կորցրել չնայած նրան որ ես բնիկ երևանցի եմ բայց ինչպես դուք ասացիք ձեր խոսքում մենք երկու պետություն ենք ունեցել որքան ազգեր կան որ ընդհանրապես պետություն չունեն այո Իսկ մենք երազում են պետություն ունենալ, իսկ մենք դրոշ ունենալ, հիմն ունենալ, գերբ ունենալ, իսկ մենք երկու պետությունից մեկը թողեցինք եւ դեռ հարցասահմաններն ինչքան են գնալով փոքրանում։ Սրա հանգուցալուծումը ինչպես եք տեսնում։ Ես չգիտեմ, ինչպես եք դուք տեսնում։ Ես տեսնում միայն որ պետք է ժողովուրդը միավորվի եւ նրանք ովքեր որ ունեն փորձ, ունեն կառավարելու փորձ նրանք բոլորը պետք է միավորվեն այսօր անկախ ամեն ինչից ով սիրում է ով չի սիրում բայց այստեղ հայրենիքի խնդիր է որ պետք է միավորվեն ու ես համոզված եմ որ կմիավորվեն տեսեք արդեն մի լավ քայլ եղավ Գյումրին ընտրեց ուրեմն քաղաքապետ այո որը որ եւ անդիմությունը ցույց տվեց ինչ որ միանում այո միանում է ուրեմն ամեն ինչ լավ է եւ ուրեմն Փարաքարի ժողովուրդը նույնպես բրավո իրենց եւ բրավո գյումրեցիներին որ այդ պես առաջընթաց քայլը տեղի ունեցավ դա ինչ որ միտեղ մեզ իհարկե ոգևորեց եւ ես կարծում եմ որ իրենք էլ արդեն այսպես ավանդ մեջ են ցայտնոտի մեջ են որտեվ երբ ցույց է տալիս ազգային ժողովը եւ անունների դեմքի արտահայտություններից երևում է որ իրենք շատ այո եթե ուշադիր նայում եք երևում է որ շատ հետո իրեն այս ջղաձգված շարժումները ձերքերի շարժումները բարը, չգիտեմ, դեմքի արտահայտությունը, այդ բոլորը երևում է, որ իրենք արդեն այսպես գնում են անհանգիստ գնալը չգիտեմ, դե պետք է արվի, որ գնան, որովհետև սա ուղղակի կատաստրոֆա է մեր ժողովրդի համար։ Գիտեք, եթե օրինակ մի ուրիշ ժողովրդի մոտ լիներ այսպիսի պարող վարչապետ դե կարող չեն ուրախանա իհարկե որտեղ բոլոր երկրներն էլ երկիրը չէ բայց տեսեք եթե այդ պետությունը լիներ նորմալ չպարտված
ուժեղ, տնտեսապես կայուն, չունենար այս չափ աղքատություն եւ անապահով ընտանիքներ, թող բարի։ Թող բարի հասկանալի Բայց երբ որ քո երկիրը կանգնած է ծայրաստիճան վատը մեղմ ասած վիճակում, եւ դու օր-օրի կորցնում ես քո դիրքերը, քո սահմանները նաեւ ամբողջ աշխարհի մոտ, ինչի վրա է սպառում։ Ամբողջ ազգին է խայտարակարել ամբողջ ազգային խայտարակություն են ամբողջ ազգովի խայտարակ եղրանք աշխարհի արչև երբ էր հայը այսպես 15 թվականին այսպես մեր արժանապատվությունը լավ կոտորեցին որտեղ դա ծրագիր էր մտածված հենց այնպես չէր էլի որ այո դա հիմա այդ մասին չենք ասում չենք բարձրաձայնում բայց այդ ժամանակ էլ այդքան անարժանապատիվ չենք եղել Հիմա մեր աչքի առաջը չէ գազայի ժողովրդին ինչ սոսկալի է կոտորում են այդպես անխիղճ ձևով երեխաներ, ծերեր, կանայք եւ այլն այդպես էլ մեզ են մեր նկատմամբ են դաժանորեն մենք մեր աչքով տեսնում ենք այսօրվա իրավիճակը այն ինչ որ արել են մեր գլխին բայց արժանապատվության խնդիր երևի թե չի եղել որտեղ մենք պետություն չունեինք մենք բանակ չունեինք Կարելի էր ենթադրել, որ այդ ժամանակ հնարավոր էր այդ իրենց այդ սոսկալի աղետը իրականացնել, բայց այսօր մենք ունեինք պետություն, ունեինք բանակ, ունեինք դիվանագիտություն, ամեն ինչ ունեինք կայացած երկու պետություններ եւ այսպես ավիրել ես անկախ ինձանից հիշեցի նաեւ մի չեմ ուզում բարձրաձայնեմ անունը որտեղ ինձ համար տհաճ է այդ որոշ մարդկանց անուններ արտադրել չեմ կարողանում ես հիշում եմ որ բեմահարթակի վրա կանգնած էին այդ ուսապարկերի քանակը եւ նրանցից մեկը կհիշեք որ ասեց այս հեղափոխությունը այս իրականում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ավելին արժեր քան Արցախի հաղթանակը բայց միթե կարելի էր մոռանալ Արցախում այդքան արյուն թափված մեր հերոսների արյունը կարելի էր մոռանալ եւ ասել որ այս հեղափոխությունը ավելի արժեքավոր էր քան Արցախի ուրեմն հաղթանակը գիտեք այնպիսի նախադասությունները ասվել ես ամբողջ ընթացքում ոչ թե վերլուծում ես վերլուծելու բան չկա բայց բոլորովին պատահական չեն այդ արտահայտությունները իհարկե պատահական դրան հաջորդեց Արցախի կորուստը այո Այսինքն ամեն ինչ բավականին լավ մշակված եւ մտածված է եղել ի սկզբանե անպայման դրա համար ժողովուրդ այո դրա համար ես ասում եմ որ սրանք պատրաստված էին այնպես չի որ այդպես հոգեբուժարանից վազեցին եկան ոչ պատրաստված էին բոլորն էլ Շնորհակալ եմ Տիկին Ներսիսյան որ եկաք ես էլ եմ շնորհակալ հուսամ ձեր որդովմունքը կգա մի օր որ կանցնի Հուսամ որ այդ օրը շուտ կգա Աստված ձեր ձայնը լսի որ ասում են ամեն որպեսզի մեր հայրենիքը որը կարծում եմ որ բոլոր իրական մաքուր հայի այրն ունեցող մարդկանց համար սա շատ ծանր իրավիճակ է Այո շատ ծանր եւ շատ ցավալի բայց մի բան եմ ուզում ավելացնել այո որ մենք ունենք բանակ որը փոքր-ինչ հիվանդ է Մենք ունենք պետություն, որը արժանապատիվ է։ Մենք ունենք հայ, որը կռվող է, այո։ Մարտիկ է։ Միայն գեներալ չեն։ Զինվորներ էլ ունենք, որ իրենց երկրի համար։ Բա այդքան որ կյանքները տվեցին, բայց 18 տարեկան երեխաները գեներալ չէին, բայց ինչ ձևով գեներալ էին, այո, եւ ինչպես իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, եւ այսօր մենք չենք կարողանում արժևորել նրանց թափված անունը, դա խղճին մոտ բան չի, մենք պետք է արժևորենք նրանց թափված անունը և վերականգնենք մեր երկիրը, որպեսզի նրանց հոգին հույսի մեջ մնա, և ձեր արդյունքները, որ հիմա ես տեսնում եմ թերևս մեր հեռուստադիտողին գուցե չերևա, այդ արդյունքների համար շատ մարդ պիտի պատասխան տա, ձեր, իմ ու մեր բոլորի, ձեզ համբերություն Իսկ մենք կհանդիպենք լիահույս լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու, կհանդիպենք։